Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կողմ է իշխանափոխությանը, բայց չի տեսնում 4 ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկված հատուկ սցենար։ Նրա գնահատմամբ առանց հատուկ պահանջների այդ ուժերի գործողությունները մտածելու տեղիք են տալիս։ Եթե ուժերը բանակցում են քաղաքական եւ իրենք գործում են իշավ ժողովրդի, ինչու են այդ բանակցությունների օրակարգային մասը սահմանափակվում իշխանափոխություն абստրակտ բառով։ Ես ուզում եմ տեսնել, թե ասենք այդ ուժերը, որոնք պահանջում են իշխանափոխություն, ինչ են փոխելու։ Եթե դա չի լինելու, այդ դեպքում ինչի համար է պահանջվում այդ իշխանափոխությունը։ Այսօր լրանում է ոչ հայանպաստ Մոսկվայի պայմանագրի 93-ամյակը։ Այդ պայմանագրով Քեմալական Թուրքիան եւ բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի տարածքը։ Նույն պայմանագրով Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին։ Նախիջևան, Նախաձեռնությունը եւ ԱԻՄ կուսակցությունն այսօր Երևանում բողոքի երթ են անցկացրել, հիշեցնելով պայմանագրի անօրինականությունը։ Նախաձեռնության անդամ Անի Նավասարդյանը նշել է. Եթե պետական մակարդակով մեռածը քաղաքացիներն են փորձում իրանց ուժերով ինչ որ բան անել։ Պահեստազորի գնդապետ Վալոդյա Ավետիսյանի մարտական ընկերները բարձրաձայնում են ճնշումների մասին։ Արմավիրի մարզի Վարդաշեն գյուղում ապրող Գևորգ Սարգսյանը պնդում է, որ իրենից պահանջում են չմասնակցել ի պաշտպանություն ազատամարտիկի կազմակերպող ակցիաներին։ Սկսում են ատամ քչել, մեսիջներ են ուղարկում, մարդիկ են ուղարկում, գյուղապետի միջոցով են խաբարներ ուղարկում, որ մի գնացեք, մի մասնակցեք, գործ ունեք ու այդ կարգի ոստիկանությունից են զանգում, ԿԳԲ-ից են զանգում։ Կառավարության աջակցությունը նորաստեղծ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին չի կարող կանգնեցնել պարտադիր կൂട്ടակային համակարգի դեմ այս ոլորտի աշխատակիցների պայքարը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը պնդում է, այս երկու օրենքների թիրախները տարբեր են։ Սա վերաբերում է նորաստեղծ ընկերություններին եւ գործ սկսելուն, այսինքն սա ուղղված է որպեսզի խրախուսեն, որպեսզի երիտասարդները սեփական տեխնոլոգիական ձեռնարկություններ ստեղծեն եւ սրանց թիրախը եւ բանի թիրախը, կենսաթոշակային թիրախը տարբեր խմբեր են։ Սևանից ջրի բաց թողումների ավելացումը եւ ձկնաբուծության համալիր ծրագրի իրականացումը մահացու վտանգի տակ է դնում լճի ապագան, կարծում է նախկին падգամավոր Սևանա լճի մասին օրենքի համահեղինակ Գագիկ Թաթևոսյանը, ով միացել է Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակին։ Մի կողմից արհեստական կերերի միջոցով ջրի աղտոտում, մյուս կողմից դրական հաշվեկշռի խախտում, այսինքն առաջարկվում է երկրորդ ծրագրով 70 միլիոն խորանարդ մետրով ավելացնել ջրառը, այսինքն 170-ը դարձնել 240 միլիոն խորանարդ մետր ջուր։ Սա նշանակում է, որ եթե մենք անգամ չկարողանանք ջրի ուրեմն բարձրացումն ապահովել, չենք էլ կարողանա ապահովել ջրի այսօրվա մակարդակը։ Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPFE+ հաղորդումը։ Ամեն տարի պետական բյուջեից մեր երկրի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվում են գումարներ, նրանց կրթական եւ մշակութային խնդիրները լուծելու համար։ Այս տարի կառավարությունը որոշել է հատկացնել 20 միլիոն դրամ։ Նախարար Վաչե Գաբրիելյանը այսօր հայտարարել է, որ շուրջ 11 միլիոն դրամը բաժին է ընկնելու ռուսական համայնքի Հարմոնիա կենտրոնին։ Իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից 50 միլիոն 650 հազար դրամ է ուզել մի շարք բնակավայրերում հակահեղեղային աշխատանքները նախագծելու համար։ Գյումրիում շաբաթ օրը դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վերքերից մահացել է Թուրքիայի քաղաքացի Էլվիի Գյումուշթեքին։ Ոստիկանությունը հայտնում է, որ այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա Մաքսիմ Բոքոյանը։ Կյանքի խոսք աղանդի հիմնադիր Ուլֆ Էկմանը վերջերս հայտարարել է, որ հրաժարվում է իր իսկ հիմնադրած ուղղությունից, լուծարում է կազմակերպությունը եւ վերադառնում է կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո։ Իրադարձությունը իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի վրա, քանի որ այստեղ էլ կան այդ աղանդի հետևորդներ, նաեւ շոու բիզնեսի բնագավառում։ Microsoft ընկերության հիմնադիր Bill Gates-ը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության տվյալները բացահայտած Էդվարդ Սնոուդենին հերոս չի համարում եւ վստահ է, որ նա խախտել է օրենքը։ Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնող Ուրֆա քաղաքի մոտակայքում քարանձավներում հնագետները հայտնաբերել են հայկական գերեզմաններ։ Կողմնակի մարդկանց մուտքը այդ տարածք խստիվ արգելվում է։ Օրվա լրահոսը։
Պարտադիր կൂտակային համակարգը փողոց է դուրս բերել նաև երիտասարդ գիտնականներին։ Ես ստանում եմ 125,000 դրամ, հիմա պահումներից հետո արդեն ստանում եմ 116։ Գիտնականները իրենց ստորագրությունը դրեցին բողոք դիմումի տակ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից պահանջելով մինչև մարտի 28-ը Սահմանադրական դատարանի նիստը պահումներ չանել։ Օրենքի էությունը անընդունելի է։ Ակադեմիայի նախագահի փոխարեն նամակը վերցրեց մի աշխատակցուհի, վստահեցնելով, թե Ռադիկ Մարտիրոսյանը շենքում չէ։ Ես կփոխանցեմ տվեք դիստը։ Տեղյակ է ինքը, որ հիմա այստեղ բողոքի ակցիա։ Եթե ինքը շենքում չի, ոնց կարող։ Տեղակալներից տեղում կա։ Դուրս եկավ տեղակալը գնաց հենց նոր։ Երբ երիտասարդները դիմումը հանձնեցին Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր բաժին, քիչ անց պարզվեց, որ Ռադիկ Մարտիրոսյանը ոչ միայն տեղում է, այլև քաջատեղյակ է բողոքի ակցիայից։ Լես ինչա, բանակով եկել եք ստեղ ներխուժել, ուր են այդ երիտասարդ գիտնականները։ Ներքևում են Երիտասարդ գիտնականները ցավոք սրտի, նրանցից շատերը ես ճանաչում եմ, ես այստեղից նայում էի, մի իմ ծանոթ որևէ երիտասարդ գիտնական չտեսա։ Թե ինչու էր նա խուսափում լրագրողների ու երիտասարդ գիտաշխատողների հետ հանդիպումից, նա հետևյալ պատճառաբանությունն ուներ։ Կար գոյություն ունի, որովհետև այս մոմենտին ես 1000 այս շտաբ ունեմ հանրարարական, որը պետք է կատարեմ։ Իսկ արդյոք ճնշումներ են եղել նրա նկատմամբ կիրառել պարտադիր կൂտակային համակարգն ու պահումներ անել աշխատողներից։ Ոչ մի ճնշում չի գործադրել մեր վրա։ Պարոն Մարտիրոսյանը խոստացավ ընդառաջել, իսկ երիտասարդ գիտնականները դիմում բողոքի պատճենը հանձնեցին նաև Սահմանադրական դատարան։ 1 միլիոն դրամ ոստիկանության ներկայացուցչի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։ Նոր-Նորքի ոստիկանության բաժնի ներկայացուցիչ Այդա Դեմիրխանյանը վիրավորվել է Վարդգես Գասպարիի հայտարարություններից եւ դիմել դատարան։ Ստոր սրիկա հանցագործ, ուրեմն այդ գնահատականներն եմ տվել եւ կոնկրետ ասել եմ դուք ոստիկանության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում հենց Վլադիմիր Գասպարյանը ավելի ստոր եւ անարժանապատիվ է, քան Երևանյան լճի ափին կանգնող մարմնավաճառները, որտեղ նրանք ընդհանրապես իրենց մարմինն են վաճառում եւ իրենցն են վաճառում, իսկ ոստիկանները վաճառում են մարդկանց ճակատագրերը։ Վարդգես Գասպարին հայտարարությունն արել էր վարչական դատարանում, որտեղ լսվում էր նրա նկատմամբ հարուցված գործը։ Գասպարիին մեղադրանք էր առաջադրվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահից հետո հարսնաքար ռեստորանային համալիրի դիմաց ակցիա անցկացնելու եւ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ես որևէ անձնական հարաբերություն չեմ ունեցել հայցվորի հետ եւ դա անձնական հարաբերությունների դաշտ տեղափոխելը ընդհանրապես վիրավորական է ինձ համար։ Հայցվոր կողմի ցանկությամբ նախնական դատականիստը չթույլատրվեց տեսանկարը հանել։ Այդա Դեմիրխանյանը հայտարարեց, որ դիմել է դատարան ոչ թե որպես ոստիկանության աշխատակից, այլ որպես կին ֆիզիկական անձ, մայր։ Ուստի չի ցանկանում, որպեսզի դատարանում իրականացվի տեսաձայնագրություն։ Դատականության օրվա եւ ժամի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ։ Երկու դիմում ընդգրկվեց վարույթում, մեկ դիմումի քննություն էլ հետաձգվեց 20 օրով։ Նման որոշում կայացրեց ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նոր կազմը օրակարգում եղած 3 հարցի վերաբերյալ։ Հետաձգված դիմումը վերաբերում էր եզդիների երկու հասարակական կազմակերպություններին, որոնք դեռ անցած տարի հանձնաժողովին խնդրել էին քննել Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Մանվել Բադեյանի վարքը, որը վիրավորել էր եզդի համայնքին։ Դիմումատու հասարակական կազմակերպություններից որևէ մեկի նիստի մասնակցելու հրավեր չի եղել, ինչպես նաև դարձյալ պարզ չէ Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Մանվել Բադեյանը կներկայանա հաջորդ նիստին անձամբ պարզաբանումներ տալու համար։ Փոխարենը Սինջար եզդիներ ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին շարունակում է պնդել իրենց տեսակետը։ Մեզ հետաքրքրում է իրենց որոշումը։ Այն ինչ իրենք կորոշեն, մենք ըստ այդմ կհասկանանք ինչ պետք է անել կամ ինչ պետք է չանել։ Մեզ հարկավոր է արձանագրել այն ինչ որ կա իրականում, այսինքն ազգային ժողովի մյուս կուսակցությունների ներկայացուցիչները համաձայն են պարոն Բադյանի հետ, թե ոչ։ Վարույթ ընդունված դիմումներից առաջինը վերաբերում էր Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Նա դիմել էր հանձնաժողով, որպեսզի թույլատրվի իրեն գլխավորել Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրական խորհուրդը հասարակական հիմունքներով։ Մյուս դիմումով մի խումբ լրագրողներ պահանջում են պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության մեկ այլ падգամավորի Արաքել Մովսիսյանին։ Падգամավորը ազգային ժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր գազի հարցը, վիրավորել էր նիստերի դահլիճում բողոքի ակցիա անցկացնող լրագրողներին։ Երկու դիմումով էլ զեկուցողը Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր։ Այստեղ բավական նորություններ կան, առաջիկայում ես կհանդիպեմ երկու կողմերի հետ էլ, կհասկանանք խնդիրը եւ ըստ այդմ առաջ կգնանք։ Իդեպ էթիկայի հանձնաժողովի նիստին ներկա էր 3 անդամ, սակայն դա քվորումի ապահովման խնդիր չառաջացրեց։ 102 դատական գործ էլիտար ցորենի պատճառով գյուղնախարարությունը պահանջում է ցորենի սերմացուի դիմաց գյուղացուց գումար բռնագանձել նախկին պայմանավորվածության համաձայն։ Նախարարությունը ստիպված էր
գնալ այդ ուրեմն քայլերին 3-4 տարի առաջ Ռուսաստանից ներկրվել էր էլիտար ցորեն եւ բարձր բերքատվության անվտանգ տրամադրվել գյուղացիական տնտեսություններին։ Պայմանով որ բերքը հավաքելուց հետո գյուղացին կրկնակի ավելի վերադարձներ պետությանը, սակայն ստացվեց հակառակը։ 2 տոննա 400 եմ ստացել, պետք է ես իրանց տայիմ 4 տոննա 800։ Եկամուտ չստացանք, մնացինք բանկերին պարտք։ Վարդենիստի Վարդան Հայրապետյանը իր հետ Երևան էր բերել մարզպետարանի տրամադրած ցուցակը, որում նշված է, թե որ գյուղացին ինչքան բերք է ստացել։ Մելիքյան Ֆերդինանդ 12 հեկտարա ցան է, 0 ընդամենը, ոչ մի բան էլ չի քաղել։ Արարատցի ֆերմեր 35 հեկտար հողի սեփականատեր Ռաֆիկ Պետրոսյանի դեմ ներկայացված հայցով դատական լսումը նշանակված է մարտի 19-ին։ Մեկ քիչ ճնշումներ կար դատարանի վրան, հիմա այդ ճնշումները արդեն հելեր է էլի։ Նրան այդ հույսը տալիս է արդեն կայացրած վճիռներից 4-ը, որով դատարանը մերժել է գյուղնախարարության հայցը։ Նախարարի տեղակալը դատարանից այլ սպասելիք ունի։ 7-ն է բավարարվել, 4-ը մերժվել է։ Ֆերմեր պարտվել է ուրեմն փաստաթղթերը թերի լինելու պատճառով։ Իդեպ չի բացառվում, որ գյուղացիները միավորվեն եւ իրենք դատի տան գյուղնախարարությանը անորակ սերմացու իրենց վաճառելու համար։ Ապագա ատլետները, ձեռնածուներն ու ակրոբատները մարզվում են ջանք ու եռանդ չխնայելով։ Այս դպրոց մտնելիս առաջին դասը, որ ստանում են մեկն է, պահպանել եւ շարունակել մնջախաղի մեծ վարպետ Լեոնիդ Ենգիբարովի թողած ավանդույթները։ 42 տարի առաջ Ենգիբարովի աշակերտը, այսօր արդեն Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը հիմնեց կրկեսային դպրոց ստուդիան ու անվանեց իր ուսուցչի անունով։ Ունեցել ենք 3200 շրջանավարտներ, աշակերտներ, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Ամենատխուր եւ ամենաուրախ մարդ այսպես են տեսել Ենգիբարովին ու հենց այսպես էլ հիշում են նրան, ինչպես հատուկ է կրկեսի այս ժանրի ներկայացուցիչներին նրա բեմական կյանքն էլ տարբերվում էր իրականից։ Զվարճացնելով իր հանդիսատեսին Ենգիբարովը իրականում տխուր էր եւ այդ իրականի մասին նա ստեղծագործում էր, գրում էր նովելներ, պատմվածքներ, իսկ կրկեսի թաթերաբեմ նա բերեց մի ուղղություն, որն աննախադեպ էր։ Ծաղրացուն գլխավոր դերակատարն էր կրկեսային ներկայացման մեջ։ Եվ նա կրկեսային տրյուկը, կրկեսային վարժությունը լավ ձևով միացրեց թատերական արվեստի դերասանի վարպետությանը։ Այսինքն թատրոնի եւ կրկեսի միքս տեղի ունեցավ, միավորում, այդ նրա մեծությունը դա է Ենգիբարովը։ Մինչև այսօր էլ Սոս Պետրոսյանը պահպանում է այս ավանդույթները, կրկեսային դպրոց ստուդիան 60 սան ունի, որոնք սովորում են անվճար։ Այժմ ժամանակավոր պարապմունքները մի փոքրիկ սենյակում են անցկացնում, բայց կրկեսի կառուցվող նոր շենքում դպրոց ստուդիան մի ամբողջ հարկ կունենա։ Մյուս տարի կրկեսի նոր շենքում մեծ շուքով կնշվի նաև Լեոնիդ Ենգիբարովի 80-ամյակը։ 3 Ղրիմում տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ միանալուն։ Պաշտոնական տվյալներով դրան կողմ է Ղրիմի բնակիչների ավելի քան 95%-ը։ Մասնակցությունը նույն տվյալներով նույնպես բարձր է, ավելի քան 80%, սակայն ինչպես ասում են, այդ խմորը դեռ շատ ջուր է տանելու։ Եվ Ուկրաինայի շուրջ զարգացումները շարունակվելու են տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Օրվա գլխավոր թեման։ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հանրաքվեն անեքսիայի Ռուսաստանի կողմից, թե ինքնորոշման իրավունքի իրագործում։ Ինքնորոշման տառը մենք կհամարենք իրական, եթե մինչև անկախության հանրաքվեն ըստ էության ճակերտավոր ռազմական ուժով չբռնակցել։ Ղրիմում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական կենտրոնների Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի բախման արդյունք է, կարծում է Ժառանգություն կուսակցության փոխնախագահը, միաժամանակ չի անտեսում ուկրաինական գործոնը։ Առանց տվյալ երկրի բնակչության ցանկության որևէ process, արհեստական process չի կարող հաջողության հասնել։ Ռուսաստանը հենց ինքը Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին 94 թվականին ստորագրել է միջազգային պարտավորագիր, որ պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Եվ այսօր հենց ինքն է, որ ցավոք սրտի ըստ էության անջատեց Ուկրաինայից Ղրիմը։ Քաղաքագետ Արամ Մանուկյանը կարծում է, Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև ռազմական բախումներ չեն լինի։ Միջուկային զենք ունեցող տերության հետ պատերազմական կոնֆլիկտի մեջ մտնելու դեպքում հետևանքները
ցավալի կլինեն բոլոր կողմերի համար։ Ինչ վերաբերում է մեկուսացմանը, ապա արդեն իսկ որոշակի սանկցիաներ կիրառվում են Ռուսաստանի հանդեպ։ Միացյալ Նահանգներն անկասկած պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ, վստահ է քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը։ Ըստ նրա, թնջուկը երկու գերտերությունների միջև է։ Իսկ Ուկրաինան դարձավ թաթերաբեմ, նրա ժողովուրդը դարձավ լծակ, որով առարկա, որով իրար խփում են այդ երկու համակարգերը։ Ուկրաինայում իրադարձություններն ըստ քաղաքագետ Արամ Մանուկյանի զարգացան ԱՄՆ-ի համար շահավետ տարբերակով, սակայն Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև լարվածությունը երկար չի ձգվի, ինչը չի կարելի ասել Ուկրաինայում տիրող ճգնաժամի մասին։ Այնտեղ կան դեռևս հարավ-արևելյան շրջանների եւ արևմտյան Ուկրաինայի միջև գոյություն ունեցող լրջագույն հակասություններ, միջազգային դերակատարների ներգործությունը մեծ նշանակություն ունի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու տեսանկյունից։ Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82.71%-ը, նրանց 96.7%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին։ Արևմուտքն արդեն հայտարարել է, որ չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները։ Կսահմանափակվի արդյոք Ռուսաստանը Ղրիմով, նման իրադարձություններ կարող են տեղի ունենալ նաև Ուկրաինայի այլ մարզերում, օրինակ Լուգանսկի, Խարկովի, Դոնեցկի։ Իդեպ ասեմ, որ այդ մարզերից յուրաքանչյուրը թե տարածքով եւ թե բնակչությամբ գերազանցում է Հայաստանը։ Ճիշտ է, այդ մարզերում բնակչությունն այնքան միատարր չէ եւ ռուսաստանյան զորքերն այնտեղ գոնե պաշտոնապես բացակայում են։ Ղրիմում հայկական բնակչությունը մտնում է ռուսալեզուների կատեգորիայի տակ եւ բնականաբար այդպես էլ կողմնորոշվել է, որքան հասկանում եմ Ղրիմի բնակչությունից միայն թաթարներն են, որ դեմ են Ռուսաստանին միանալուն։ Չնայած թաթարներին առաջարկվել է 20%-անոց մասնակցություն պետական մարմիններում։ Թաթարական գործոնը թուրքական գործոնի հետ համադրված կարող է Ղրիմուն անկայունության հզոր օջախ լինել։ Ղրիմի հանրաքվեի ֆոնի վրա բնականաբար սրվել են Ռուսաստան, Եվրամիություն եւ հատկապես Ռուսաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Արևմուտքը ոչ միայն չի ճանաչում այդ հանրաքվեն, այլև սպառնում է Ռուսաստանին զանազան տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներով։ Ռուսաստանն էլ պարտք չի մնում եւ իր գլխավոր պաշտոնական քարոզիչ Կիսիլովի շուրթերով սպառնում է Միացյալ Նահանգները դարձնել ռադիոակտիվ մոխիր։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է ռուսաստանցի հրապարակախոս եւ գրող Ալեքսանդր Արխանգելսկին, որի հետ ես զրուցում եմ скайпով. Первый вопрос, самая последняя новость, которая сейчас обсуждается очень в Армении. Официозная программа «Вести» пригрозила превратить Америку в радиоактивную пыль. Насколько я помню, во время Великой Отечественной войны газета «Правда» не грозила превратить Германию в какую-то пыль. Что это, фигура речи или новый виток в отношениях России и Запада? Ну, это метафорическая программа. Я, честно сказать, ее обсуждать не могу, поскольку я работаю внутри корпорации ВГТРК, и я нарушаю корпоративные правила. Поэтому обсуждать Дмитрия Киселева я не буду, но и не советовал бы придавать большое значение практическому смыслу его слов. Просто он таким, ну, на мой вкус, странноватым образом транслирует Америке, что власть в России готова, в принципе, пойти до любой точки, включая последнюю. Но не пойдет, если ситуация этого не потребует. А если потребует? Ну, знаете, я не могу залезть в голову действующей российской власти. Я изнутри ее головы мыслить не умею. Думаю, что Путин, в принципе, готов на все. Точно так же, как он абсолютно убежден, что ему не придется применять последние меры, потому что условий для этого никаких нету. Европа воевать с Россией не станет, особенно из-за Крыма, да и даже из-за Востока, если что случится. А санкций он не боится, он для себя принял какие-то внутренние решения, и в системе его ценностей экономика, благосостояние, прежние мировые договоренности никакого значения не имеют. Возможно ли, что за референдумом в Крыму могут последовать референдумы в Донецкой, Луганской или Харьковской областях? Ну, во-первых, возможно все. Вопрос только в том, будут ли введены российские войска. Для Крыма были формальные хотя бы условия. Это договор о Черноморском флоте, который позволяет держать до 25 тысяч российских военнослужащих на полуострове. Ну, позволял, потому что сегодня все рухнуло окончательно. Применительно к Востоку такой возможности даже формальной нет. Поэтому
это будет прямое вторжение, уже без прикрытия. Не знаю. Думаю, что Россия попытается торговаться с миром и с Украиной о том, что она не будет поддерживать и на каких условиях не будет поддерживать сепаратизм на Востоке. Если же договоренности не будут достигнуты, я повторяю, у меня ощущение, что Путин для себя принял все решения и готов идти до конца. До всех этих событий, во всяком случае в Армении, очень трудно было представить, что на Украине так много фашистов, нацистов и бандерасов. Откуда они в таком количестве взялись? Ну, мы примерно себе представляем социологическую популярность Яроша, который собирался, это глава правого сектора, который собирался идти на выборы. Насколько я помню, там 1,6% было. Ну, допустим, 2,5%. Это и есть действительно, ну, для меня абсолютно неприемлемая часть украинского политического класса, потому что правый сектор – это грань с национализмом, с нацизмом, но это вот пределы его влияния, 2-2,5%. А все остальное, есть ли украинский национализм в центральной и западной частях, не нацистского свойства, но гипертрофированный есть, разумеется, есть, но он другой. Ну, просто если мы в рамках информационной войны начнем всерьез обсуждать те образы, которые транслируются в СМИ, ну, мы далеко зайдем. Я предлагаю говорить о существе дела, а не о тех страшилках и не о тех плакатах информационных, которые сегодня подменили новости. Իմ այսօրվա զրուցակիցներ ռուսաստանցի հրապարակախոս եւ գրող Ալեքսանդր Արխանգելսկին։ Կապանում բանավեճ քննարկում է անցկացվել, որին մասնակցել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Մասնակիցները փորձել են տեղում բացատրել, թե Կապանի տարածաշրջանում ինչ խնդիրներ ունի փոքր եւ միջին բիզնեսը։ Կապանում հանգամանք է հանդիսանում տեղեկատվության ցածր մակարդակը։ Այսինքն մարդիկ, ովքեր երիտասարդներ թեկուզ ուզում են բիզնես դնել, նրանք չգիտեն թե ինչպես իրականացնել այդ ամեն ինչը, եթե օրինակ ուզում են վարկ վերցնել, նույնիսկ չեն կարող, ասենք, հաշվել տոկոսադրույքը։ Սպիտակի տարածաշրջանի Սարամեջ համայնքից 1993 թվականին Արցախյան ազատամարտ մեկնեցին 7 երիտասարդ, բարեբախտաբար 7-ն էլ վերադարձան, սակայն առողջական տարբեր խնդիրներով։ Նրանցից մեկը Հայկաս Սարգսյանն է, ով տանիք չունի։ Պետական բնակարանաշինության ծրագրում նրա ընտանիքը չի ընդգրկվել, պատճառը եղել է այն, որ Հայկաս Սարգսյանը գրանցված չի եղել երկրաշարժից ավերված տանը։ Բնակարանը իմ վրին գրանցված չի եղել, ժամանակով է գրանցում բնակարանը։ Երկրաշարժը որ պատկասում թե տունը պետք է կորվի։ Մենակ տեղն է մնացել, քանդված տեղը։ Երկրաշարժի ժամանակ Հայկաս Սարգսյանն արդեն 3 երեխա ուներ, մյուս 3-ը ծնվել են այս վագոն տնակում։ Ընդամենը 1 սենյակ ունեցող այս կացարանում տեղավորվելն անհնար է դարձել։ Որդիների ամուսնության մասին խոսակցություններն էլ ավելի մտահոգիչ են դարձրել բնակարանի չլուծվող խնդիրը։ Հələ իրանք էլ իմն են, հա։ Տեղավորվում են, էլի ասենք, բայց ողլու երեխա բերեմ իմ տունից կա ոնց անեմ։ Երեխիս ամուսնացնում եմ, տուն չկա, տեղ չկա։ Ինչքան կարելի։ Ագրոտուրիզմը զարգացնելու համար Լոռու մարզի եւ ֆրանսիական Պակա ռեգիոնի միջև պայմանագիր է կնքվել։ Սկսվել է մարզի ֆերմերների հայտագրման գործընթաց։ Նրանք հատուկ դասընթացների միջոցով իրազեկվելու են, թե ինչպես իրենց արտադրանքը սպառել զբոսաշրջիկներին։ Տեսանք, թե Ֆրանսիայում ինչպես է կազմակերպվում ագրոտուրիզմը եւ չեմ կարծում, որ նմանատիպ մոդել դժվար լինի մեզ մոտ իրականացնել, կիրառել, կփորձենք առաջին նախնական փուլում ուղղակի մեր ուժերը իմանալ, տեսնենք ինչ հնարավորություններ ունենք այսօր մարզում, ովքեր են ցանկանում նմանատիպ գործով զբաղվել։ Այս համագործակցության շրջանակներում նաև փորձ է արվում զարգացնել զբոսաշրջությունը Թումանյանի տարածաշրջանում։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ալավերդիում արդեն ստեղծվել է туриզմի գրասենյակ, որտեղ հասցրել են բարձել զբոսաշրջության հետ կապված տեղական մի շարք խնդիրներ։ Ասում են մենք այցելում ենք Լոռի, մենք հուշանվերներ չենք գտնում, որ մեզ հետ տանենք։ Այսինքն դա չի նշանակում, որ մենք չունենք արհեստավորներ։ Մնում է, որ այդ բոլոր մարդկանց հավաքել ու նրանց արտադրանքը մատուցել այնպես, որ զբոսաշրջիկն էլ այցելելով գումար թողնի, իր համար հուշանվեր գնելու այդ պահանջը բավարարի։ Ռուսաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքով հայտնի Աշոտ Մանուչարյանը ըստ երևույթին ուրախացել է, որ ամերիկացիները բնից հանել են ռուսական արջին եւ չեն կարող նես մտցնել։ Մնում է պարզել, թե որտեղ է վերջում հայտնվելու այդ արջը։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները արջին Ռուսաստանի Դաշնությանը որջից հանել է, որջը վերադարձնելը գրեթե անհնար է։